Բայց խոսեմ նաև այս ազգադավ եկեղեցիներ, ասում են 10 եպիսկոպոս, իսկ դուք գիտեք Հայաստանի Հանրապետությունում որքան եպիսկոպոս կա։ Այդ 10 եպիսկոպոսը 10% են կազմում այդ եպիսկոպոսները, գիտեք։ 10% ընդհանրապես։ Գիտեք, քանի հոգևորական կա Հայաստանի առաքելական եկեղեցում, մոտ 800 հոգևորական կա։ Եթե դրանից մի 12-13-ը այդ 800 միջից դավաճան, սրիկա, վաճառվող, ծախված ոչնչություններ են, դա չի նշանակում, որ հայ հոգևոր դասը այդ 10-ի նման է։ Հայ հոգևոր դասը Բագրատ Սրբազանի, Շիրակի թեմի առաջնորդի նման են։ Հիմնական մեծամասնությամբ։ Կճոյան, քո նկատմամբ քրեական գործ է հարուցվել անօրինական շինարարության համար։ Հետո Նիկոլ Փաշինյանը որպեսզի քեզ գնի 2023 թվականին չէ հարուցվել այդ գործ, եթե չեմ սխալվում, որպեսզի քեզ գնի եւ գույքի ապօրինի տնօրինության համար հակակոռուպցիոն դատարանը քո նկատմամբ քրեական գործ չհարուցի, մերժվի այդ գործը, որը մերժվել է 2024 թվականի սեպտեմբերին, որից հետո դու դավաճանել ես։ Նախնական համաձայնության ասեք է դավաճանել ես, որպեսզի այդ մերժումը իրականան նորից քրեական գործ չհարուցի, դու վաճառեցիր քո սրբությունը, որի համար դու կոչված ես եղել կյանքում։ Այն որ դու Բեթլի Սամոն ես, բոլորս արդեն հաշտվել էինք այդ մտի մեջ։ Դե հիմա մարդ ես։ Հիսուս Քրիստոս սպիտակ ավանակով մտավ Երուսաղեմ։ Ավանակ այն ժամանակ ինչպես հիմա Բեթլին։ Ոչ մեկը չասես Հիսուս Քրիստոսը շքեղ ավանակով մտավ։ Հա, Բեթլի վարում վարեիր։ Բայց քո խիղճը մաքուր պահեիր։ Այսօր 3 սրբազանները բանտում են։ Բայց իրենց հպարտ տեսքով աստվածավախ եւ աստվածահավատարիմ տեսքով օրինակ են ծառայում բոլորին, դու ինչպիսի օրինակ ես ծառայում։ Եվ լրագրողին հայտարարում ես, որ դու վախեցար իրենից, դու վախեցիր հայլու մեջ, քո կոտոշներից, որոնց շուտով դու տեսնելու ես։ Այն կոտոշներից, որ սատանան է դնում քո գլխին։ Եվ դու այնքան սրբապիղծ ես, դու և քո 3 այդ սրբապիղծ ոչնչություններդ, որ ինչպես այդ հոգևորականը, որ կազմակերպում էր, անունը չեմ ուզում տամ, այդ ստահակը, որը ժամանակին ոչխար է անվանել Նիկոլին, ոչխարը դարձավ արդեն եկեղեցու ուղղորդող, պատարակ ես մատուցում ոչխարի համար, կամ Կճոյանի կողքին կանգնած այդ եպիսկոպոս կոչեցյալը, որը արդեն կարգալույծ է արված, հեռացված է եպիսկոպոսած ժողովից։ Այդ տականք ինչեր էր ասում դու Նիկոլի հասցեին, ինչպես էր մեծարում վեհապառին։ Սուտ ամենամեծ մեղքերից մեկն է, կեղծիք ամենամեծ մեղքերից մեկն է։ Սակայն, ամենասարսափելին այստեղ այն է, որ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ հրաժարվեց, որ ինքը եկեղեցու դեմ պայքարում է։ Ասես դա իրենց գործն է, ես չեմ խառնվում։ Չի խառնում, ամբողջ պետական ապարատը ՔՊ-ականներին ուղղորդում է, բայց ինքը չի խառնվում։ Հաղթանակի դեպքում ինքը հաղթող է, պարտության դեպքում ինքը էլի հաղթող է, պարտվեցին ուրիշները։ Եվ ինչ եք անելու։ Ես ասեմ, ցավոք սրտի, Աստված պատժում է, բայց հաճախ Աստված պատժում է ոչ թե մեղավորին, այլ մեղավորին ցավ պատճառելու համար պատժում է նրա ամենամտերիմներին։ Ես չէի ցանկանա, որ Աստծո պատիժը թափվեր ձեր մտերիմների վրա, կցանկանայի, որ թափվեր ձեր վրա, որովհետև իմ դեպքում անարդար գործողություն կատարելու համար Աստծո պատիժը թափվեց ոչ թե կատարողի վրա, այլ նրա ամենամոտիկ մարդու վրա։ Ես չեմ ուզում այդպիսի բան լինի։ Դուք անիծված եք։ Նիկոլականներ, դուք անիծված եք։ Եթե անգամ Նիկոլը նորից ընտրվի, նույնն է, դուք անիծված եք։